հատուկ բուժ բաներ կա, այս հաստատություններ կա, որտեղ մեկը Նապոլեոնն է, մեկը բանն է, այս մեկ ուրիշ հայտնի մարդ է եւ այլն, ինչ ասեմ։ Եթե դա բավարար է, sense կամ դա բացատրում է, որ կարելի է ընտրությունների ժամանակ ընդդիմության վերաբերյալ ուղղակի արտահայտություններ անել, որ կսպանեմ, կնստացնեմ, պատերով կտամ եւ այլն, սա խոսում է ոչ միայն դաստիարակության մասին, սա խոսում է ուղղակի մարդու հոգեվարքի մասին, հոգեկան վիճակի մասին, կոնկրետ իմ հասցեից մի քանի անգամ ասել եմ, որ կսպանեմ, ասել չէ, բոլորդ վկա եք եղել։ Եվ միգուցե ստե մի բան ավելացնեմ, նայեք, քարոզարշավը 90%-ով Նիկոլ Փաշինյանը անց է կացրել ատելության խոսքի ներքո։ Այս քարոզարշավը կրկնեմ, ոչ թե պոզիտիվի վրա է փորձել ինչ-որ բան կառուցել։ Խաղաղության մասին խոսալուց ասում էր, եթե ես չլինեմ կլինի պատերազմ, սարսափելի պատերազմ արդեն սեպտեմբերին, իր բառերն էին մոչի, ուրեմն խաղաղությունը ոչ թե որպես խաղաղություն, այլ խաղաղությունը որպես պատերազմի ալտերնատիվ, այսպես է ներկայացվել։ Եվ մյուս ամբողջ քարոզարշավը նստացնեմ այդ կարգախոսների տակ էր։ Մենք ում ենք ընտրում։ Վարչապետ ենք ընտրում, որը պետք է զբաղվի երկրի տնտեսական զարգացմամբ, թե դատախազ, թե բռնապետ, որը պետք է գա եւ մարդկանց սպանի, դատի, ուղարկի բանտեր եւ այլն։ Ինքը շատ վատ բան է։ Ունեք ում ենք ասում, ում մասին է խոսքը գնում։ Օրինակ, ազգային բարերը Սամվել Կարապետյան։ Ասում են կնստացնեմ բոմբ կսարքեմ։ Պաշտոն չի զբաղեցրել, իր փողերը աշխատել է դրսում։ Ինչի համար։ Եվ այնուամենայնիվ, կամ Գագիկ Ծառուկյան, ժառանգություն չի ստացել, իր հարստությունը, իր կրտնիկով, իր աշխատանքով ստեղծել, եւ Հայաստանում ապրող գործարարներից երևի ամենից մեծ բարերարն է, Հայաստանում ապրողներից։ Եկեղեցի կառուցող, Հիսուսի արձան կառուցող եւ այլն։ Դու մարդկանց նույնիսկ պոզիտիվ կյանքի արդյունքները ամբողջությամբ շուռ ես տալիս նեգատիվի տակ։ Եվ ամենից սարսափելին նա է, որ այդ կարգախոսների ներքո այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը հավաքել է շատ եւ շատ ձայներ։ Մեր գնահատականով մոտ 40%, ոչ թե 49, 38-ից 40, մնացածը կեղծվել է